իմ ժամանակը չի բավականացնի 10 րոպեն թվելու, որ նախընտրական խոստումները, որ ծրագրային խոստումները Նիկոլ Փաշինյանը չի կատարել, բայց ես չեմ կարող հիշել մի խոստում, որ Նիկոլ Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել։ Ես այդպիսի խոստում չեմ կարող հիշել։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի իր նախընտրական խոստումները չկատարելու հետ, խնդիր ունի Ալիևին տված իր խոստումները չկատարելու հետ։ ՔՊ-ն մեզ չի ներում իր հետ չպայմանավորվելը 8.5 տարի եւ իր դեմ պայքարելը։ Դա է խնդիրը։ Երկրորդ նախագահը խնդիր չեր ունենա, եթե իր ընտանիքի անդամները, եթե ՔՊ-ի հետ պայմանավորված լիներ։ 8 տարի ամենասարսափելի արշավ ընդդիմադիրների նկատմամբ, ինչ ասես ասել են մեր մասին։ Ու այդ մարդը ամեն տարի գալիս է այստեղ, ընդդիմադիր հատվածը գնալով մեծանում է։ Երկրորդը խոսք է տվել Ալիևին, սպառնացել է ժողովրդին պատերազմով, որ սահմանադրական մեծամասնություն ստանա։ Ու չի ստացել։ Հայաստանի քաղաքացին զրկել է ձեզ Ալիևի փաթեթը իրականացնելու ձեր հանձնառությունից։ Հիմա դրա մասին կխոսենք։ Ու այդ մարդու զայրույթը բնական է, որ սենց ես նայում։ Գալիս է այստեղ ասում է ես լեգիտիմություն ունեմ սահմանադրություն փոխելու։ Դուք լեգիտիմություն չունեք անգամ գլխավոր դատախազին փոխելու։ Դուք Հայաստանի քաղաքացին ձեզ լեգիտիմություն չի տվել նախագահ նշանակելու։ Ուր մնաց թե սահմանադրություն, դա է ձեր զայրույթի պատճառը։ Սիրելի քաղաքացիներ, այստեղը շատ բորբոքվում են, ասում են դուք պիտակավորել եք սահմանադրության մեր փոփոխությունները Ալիևյան, քննարկման տեղ չեք թողում։ Շնորհավորում եմ ընդդիմությանը միշտ չի որ հաջողվում է իրականությունը ներկայացնել, բայց այս դեպքով հաջողվել է։ Այս դեպքով հաջողվել է Հայաստանի որ քաղաքացուն 10 վարորդից մինչև որևէ մասնագիտություն հարցնես, գիտի, որ է սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջով է իրականանում։ Բայց սահմանադրության փոփոխությունը չի մենակ, կա Ալիևյան փաթեթ։ Դուք ինչ ուզում եք տեղ ավելացնեք, ինչ սոուս ուզում եք ավելացնեք, ԲԴԽ, դատական բարեփոխումներ, հիմնական ուտեստը ադրբեջանական է, խոհարարը Ալիևն է, Ալիևյան փաթեթի պահանջներն են, Հայաստանում սահմանադրության փոփոխություն, Հայաստանի տարածքային այնպիսի զիջումներ, որտեղ Հայաստանը հայտնվում է շրջափակման մեջ, եւ հայ առաքելական եկեղեցու այս գծի փոփոխություն։ Այս ամենը փաթեթն է Ալիևյան։ Ընդդիմության պարտավորությունը սրան դիմագրավելն է։